կանոնադրության 15-րդ հոդվածը հստակ ասում է, ամենայն հայոց կաթողիկոսը, հրավիրողն է եւ նախագահը, եպիսկոպոսատ ժողովի, գերագույն հոգևոր խորհրդի եւ այլ ժողովների։ Արարատ Քահանա Պողոսյանը կարդում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերջին հաստատված կանոնադրությունը, որի 15-րդ գլուխը հայտնում է. ամենայն հայոց կաթողիկոսն է ոչ միայն եպիսկոպոսատ ժողովի, այլև գրեթե բոլոր եկեղեցական ժողովների հրավիրողն ու նախագահողը։ 2026 թվականին եպիսկոպոսատ ժողովը նախատեսվում է անցկացնել Ավստրիայում։ Թեման տևական ժամանակ է գտնվում է հանրային քննարկումների կենտրոնում, հատկապես այն հարցադրմամբ, թե արդյոք եպիսկոպոսատ ժողովը կարող է տեղի ունենալ բացառապես Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Եկեղեցական պատմությունն ու կանոնական իրավունքը տալիս են հստակ պատասխաններ։ Մեր եկեղեցում կարևորագույն հարցը ժողովների հրավիրման մեջ ոչ թե տեղն է, այլ ժողովի հրավիրողի եւ մասնակիցների հանգամանքը։ Ժողովի օրինականությունը պայմանավորված չէ տեղի ընտրությամբ։ Ամբողջ աշխարհում որևէ տեղ կարող է ընտրվել մեր եկեղեցու որևէ հարցի նվիրված ժողով։ Դա կլինի գերագույն հոգևոր խորհրդի ժողով, դա կլինի եպիսկոպոսատ ժողով, միաբանական համագումար։ Միայն տեղով պայմանավորված ժողովը, որ կարող ենք ասել, որ տեղ է մատնանշում, դա ազգային եկեղեցական ժողովն է, որ մատնանշում է, որ պետք է կատարվի Սուրբ Էջմիածնում, իսկ կաթողիկոսի ընտրության բուն գործընթացը կազմակերպի տաճարում։ Վաղ եկեղեցու կանոններով սահմանված էր, որ եպիսկոպոսները պետք է տարին առնվազն 2 անգամ ժողովվեն։ Թեև պատմական հանգամանքների բերումով դա հաճախ չի ստացվել, ժողովների կայացման վայրը երբեք չի եղել դրանց օրինականության որոշիչ գործոնը։ Տարբեր դարաշրջաններում եպիսկոպոսատ ժողովներ են գումարվել ոչ միայն Սուրբ Էջմիածնում, այլև պատմական, քաղաքական եւ անվտանգային հանգամանքներով պայմանավորված այլ վայրերում։ Այդ ժողովների ընդունած որոշումները երբևէ կասկածի տակ չեն դրվել, միայն այն պատճառով, որ դրանք անցկացվել են Մայրաթորից դուրս։ Մենք ունենք մեր օրերի համար օրինակ, դրա մասին էլ խոսվեց։ 1956 թվականին որոշվեց, որ պիտի արվի եպիսկոպոսատ ժողով։ Տեղի ընտրության հարց կար եւ ի վերջո ընտրությունը կանգ առավ Եգիպտոսում Կահիրեի վրա, այդ ժողովը որակվեց որպես պատմական ժողով, որովհետև պատմական էր ոչ թե իր օրակարգով, այլ մասնակիցները, որովհետև մեր մոտ հաճախ չէ, որ մենք հանդիպում ենք ժողովներ եպիսկոպոսած, որտեղ ներկայացված են բոլոր նվիրապետական աթոռները իրենց միաբան եպիսկոպոսներով։ 1956 թվականի ժողովի պատմականությունը այն էր, որ այնտեղ ներկա էր ամենայն հայոց կաթողիկոսությունը, Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություններ իրենց ներկայացուցիչ միաբան եպիսկոպոսներով ամբողջապես։ Եվ այս առումով սա նախադեպ է եւ երբևէ որևէ մեկի մտքով այդ օրերին եւ դրանից հետո չի անցել շահարկելու այդ ժողովի ոչ օրակարգում ընդգրկված հարցերի օրինական լինելը եւ ոչ էլ ժողովի ընդհանրապես օրինական լինելը եւ դա երբեք անմտություն է ուղղակի մտածել, որ ժողովը Կահիրեում անելը հարված էր հայոց պետականությանը կամ դեմ հայ եկեղեցու ավանդույթին։ Փաստորեն, թե վաղանցյալում, թե մեր ժամանակներում ժողովի օրինականությունն ապահովվում է ոչ թե աշխարհագրական վայրով, այլ հրավիրողի լիազորությամբ եւ մասնակիցների կանոնական կարգավիճակով։ Այս սկզբունքը համահունչ է եկեղեցու դարավոր ավանդույթին։ 1976 թվականին Սուրբ Էջմիածնում տեղի ունենում հերթական եպիսկոպոսատ ժողովը։ Ժողովի վերջին նիստի ժամանակ արձանագրվում է մի փաստ, որը արդեն արձանագրված, հրապարակված փաստի մասին ենք խոսում, բայց քիչ հայտնի։ Ժողովը արձանագրում է, որ հաջորդ տարի կայանալիք եպիսկոպոսական ժողովը ընդառաջ Երուսաղեմի ամենապատիվ Եղիշե պատրիարքի հրավերի պիտի տեղի ունենա Երուսաղեմում։ 1976 թվականին տեղի ունեցած եպիսկոպոսատ ժողովի արձանագրումն է, որ հաջորդ տարի ժողովը պիտի տեղի ունենա Երուսաղեմում։ Դե եկեք այս որոշման դեմ պայքարեք, ասեք, որ այդքան եպիսկոպոս, այդքան մարդ
նվազ իմաստ ունեն, քան այսօրվա մարդիկ, ովքեր ճամարտակում են փաստերի, ավանդույթների եւ եղած սովորությունների դեմ։ Դա փաստ է։ Տեր Արարատը նշում է, ժողովը նախ հետաձգելու, ապա արտերկրում անցկացնելու որոշումը հավանաբար պայմանավորված է նաև վերջին շրջանում Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Երբ հայտարարվեց ժողովի հետաձգման մասին, այնտեղ հստակ գրված էր ինչի համար։ Իշխանությունների կողմից եկեղեցականների նկատմամբ արված բռնաճնշումների, ճնշումների, հոգևորականների անհիմն անօրինական մեղադրանքներ ներկայացնելու եւ կալանավորելու եւ այսօրվա ստեղծված իրավիճակով հնարավոր չէ, կարծում եմ, անկաշկանդ քննարկումներ ծավալել եւ անկաշկանդ որոշումներ ընդունել, որովհետեւ մենք վստահ չենք, որ խոչընդոտներ չեն ստեղծվելու արտերկրից Հայաստան հայրենիք ժամանող եպիսկոպոսների կամ այստեղ գտնվող եպիսկոպոսների վրա, այդ կերպ նաև փորձելով ազդել ժողովի ազատ ու անկաշկանդ քննարկումների եւ որոշումների վրա։ Այս իմաստով կարծում ենք Սուրբ Էջմիածնի որոշումը շատ տեղին էր եւ համապատասխանում է հայ եկեղեցու եւ կանոնական կյանքին, եւ ավանդությանը, եւ պատմական նախադեպերին։ Եկեղեցական կանոնադրությամբ հաստատված է ժողովների ընթացակարգը։ Նախագահողի կողմից ընտրվում են ատենապետներ եւ ատենադպիրներ։ Ժողովը կարող է տևել 1 կամ մի քանի օր, ունենալ 1 կամ մի քանի նիստեր։ Ժողովն ինքն է հաստատում իր օրակարգը, այնուհետև անցնում օրակարգի հարցերի քննարկմանը, որոշումները ձայների մեծամասնությամբ ընդունվում կամ մերժվում են։ Ընդունված որոշումները գործարկվում են, եթե դրանք հաստատում է ամենայն հայոց կաթողիկոսը։ Գոյություն ունի եպիսկոպոսած ժողովների 3 տեսակ։ Եպիսկոպոսած ժողովներ, որտեղ ներկա են բոլոր նվիրապետական աթոռների եպիսկոպոսները։ Այդպիսի օրինակ եպիսկոպոսական ժողով էր 1956 թվականի մարտի 5-ից 8-ը տեղի ունեցած Կահիրեի ժողովը։ Այդպիսի ժողով էր 2013 եւ 2014 թվականին Սուրբ Էջմիածնում գումարված եպիսկոպոսական ժողովները։ Այս ժողովներում ներկայացված էին այդ օրերի նվիրապետական բոլոր աթոռները իրենց առաջնորդներով եւ իրենց միաբան եպիսկոպոսներով։ Նույնը չենք կարող ասել, օրինակ 1969 թվականին Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած եպիսկոպոսական ժողովի վերաբերյալ։ Այդ ժողովին արդեն մասնակցում էին ամենայն հայոց կաթողիկոսության եւ Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի պատրիարքության միաբան եպիսկոպոսներ, այսինքն Մեծիտան Անկիլիկիո կաթողիկոսության եպիսկոպոսները այդ ժողովի ժամանակ որպես անդամ մասնակից ներառված չեն եղել։ Եվ ունենք եպիսկոպոսած ժողովներ, որոնք Հայաստանի առաջնորդ եպիսկոպոսների եւ այսպես ասած ներքին սփյուռքից, ներքին սփյուռքը Վրաստանի, Ռուսաստանի երկու թեմերի եւ Ուկրաինայի առաջնորդի մասնակցությամբ, այսինքն Հայաստան եւ ներքին սփյուռք, սա կոչվում է եպիսկոպոսական տեղական ժողով։ Փաստացի 2026 թվականին Ավստրիայում նախատեսվող եպիսկոպոսած ժողովը պայմանավորված է ոչ թե արտառոց որոշմամբ, այլ կոնկրետ պատմական, կանոնական եւ իրավիճակից բխող հանգամանքներով, նպատակ ունենալով ապահովել ժողովի ազատ, օրինական եւ լիարժեք ընթացքը։ Այդ որոշումը բխում է պատմական փորձից եւ ներկա իրավիճակից, նպատակ ունենալով ապահովել ժողովի ազատ ընթացքը եւ որոշումների լիարժեք ընդունումը առանց արտաքին ճնշումների։ Ըստ էության, թե անցյալում, թե հիմա պետությունը միայն մի ձև ունի ազդելու եկեղեցու գործունեության վրա։ Դա բռնաճնշումների ձևն է։ Ուրիշ ճանապարհ չկա։ Եկեղեցուն միայն ուժի, բռնաճնշման, օրենքը ոտնահարելու, մարդկային բարոյական բոլոր չափորոշիչներն ու չափանիշները ոտնահարելու միջոցով է հնարավոր կարճ լռեցնել, բայց ճշմարտությունը անհնար է։ Ճշմարտության ձայնը հնչեղ է, բարձր է եւ վստահ եմ, որ հայոց եկեղեցու ձայնը 1700 տարի շարունակ հնարավոր չի եղել լռեցնել, հնարավոր չի լինելու։
Հերմինե Հակոբյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Մայրաթորի տեղեկատվական համակարգը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. Հունվարի 21-ին հայ եկեղեցու այսպես կոչված բարենորոգման շարժման ինքնահռչակ համակարգող խորհրդի անունից տարածվեց հայտարարություն, որով հերթական անգամ խեղաթյուրվում են իրողությունները եւ փորձ արվում մոլորեցնել հավատավորներ ժողովրդին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խորապես ցավում է հակաեկեղեցական արշավին ու դրանում ներգրավված կարգալույցներին համախորհուրդ 10 եպիսկոպոսների որդեգրած պառակտիչ ընթացքի համար։ Իրականությունն այն է, որ Հայաստանի վարչապետի նախաձեռնած շարժմանը հարող եպիսկոպոսներին Մայրաթոր Սուրբ Էջմիածնից ուղղված հորդորներն ու հրավերները ցայսօր մնացել են անպատասխան եւ անտեսվել են կանոնական դաշտ վերադառնալու, խնդիրները եկեղեցական ատյաններում քննելու առաջարկները։ Միևնույն ժամանակ թե անցյալում, թե առավել ևս այսօր հիշյալ եպիսկոպոսների կողմից որևէ կերպ չեն մատնանշվել իրատեսական ճանապարհները եկեղեցու եւ իշխանությունների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ընդհակառակը ակնհայտ ազդեցության ներքո շարունակ փորձեր են կատարում խնդիրները հանգուցալուծելու ոչ կանոնական դատապարտելի ուղիներով։ Անընդունելի է կասկածի տակ դնել եկեղեցական մարմինների իրավազորությունը, որոնց աշխատանքներին տասնամյակներ շարունակ հիշյալ եպիսկոպոսներից շատերը իրենց մասնակցությունն են բերել, որոշումներ ընդունել եւ պատասխանատվություն ստանձնել եկեղեցու գործունեության հետ առնչված։ Այս կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ արդեն իսկ պաշտոնապես տրվել են։ Իշխանությունների հակասահմանադրական քայլերի հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակի հաղթահարման ճանապարհներից է նաև հրավիրյալ եպիսկոպոսատ ժողովը, որի կանոնականությունը որևէ կերպ չի պայմանավորվում գումարման վայրով։ Եկեղեցական կյանքը հուզող կարևորագույն հարցերը, այդ թվում բարձրաձայնվող խնդիրները պետք է քննության առնվեն եւ պատշաճ լուծումներ գտնեն եկեղեցու ընկալյալ կարգի համաձայն, բացառապես եկեղեցական ժողովական մարմիններում։ Հարկ չկա կանխակալ տրամադրություններ ձևավորել եւ հիմնազուրկ պատճառաբանություններով ու կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ Հայաստանում տարատեսակ բռնաճնշումները։ Եկեղեցական կյանքի վերանորոգումը եւ զորացումը շարունակական գործընթաց է, որը պահանջում է աղոթական միություն, տևական ու միասնական աշխատանք եւ ուխտապահություն։ Հավատարիմ իր տերունաշնոր առաքելությանը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ինչպես անցյալում, այնպես էլ այսօր եկեղեցական աշխարհասփյուռ կառույցներով իր ջանքերն է բերելու ի նպաստ հայոց անկախ պետականության զորացման, մեր ժողովրդի խաղաղ, բարոր ու առաջընթաց կյանքի, ասված է Մայրաթորի տարածած հայտարարության մեջ։ Հունվարի 22-ին Արագածոտնի թեմի քահանայից դասը միասնական ժամերգությունն անցկացրեց Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Չնայած երեկոյան ժամին եւ տարածաշրջանին բնորոշ սառնամանիքին, եկեղեցին մարդաշատ էր։ Հավատացյալներ կային նաեւ Երևանից, թեմի տարբեր համայնքներից։ Ամիսներ շարունակ թեմակալ առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ Արագածոտնի թեմում յուրաքանչյուր 5 շաբթի կատարվում է միասնական ժամերգություն։ Հիշեցնենք, Սրբազան հայրը 3 ամիս է գտնվում են Ուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։ Նրա պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհ Աբեղապալոյանը։ Միասնական ժամերգությունների ընթացքում աղոթք է հնչում Մկրտիչ, Բագրատ, Միքայել, Արշակ սրբազանների, տնային կալանքում գտնվող Գարեգին քահանայի, բարերար Սամվել Կարապետյանի, ապօրինի անազատության եւ գերության մեջ գտնվող հայրենիների համար։ Հունվարի 25-ը մեր եկեղեցու տոնացույցում հավատքի համար նահատակված Սուրբ Կիրակոսի եւ նրա մոր Հուղիտայի հիշատակության օրն է։ Սուրբ Հուղիտան բարեպաշտայրի կին էր, ուներ Կիրակոս անունով 3 տարեկան մի զավակ։ 305 թվականին, երբ Փոքր Ասիայում սկսվում են քրիստոնյաների դեմ հալածանքները, մայր եւ որդի փախչում են Տարսոն, սակայն այստեղ էլ նրանց չի հաջողվում խուսափել հետապնդումներից։ Մայր եւ որդի նահատակվում են Տիրոջ հանդեպ իրենց սիրո ու հավատարմության համար։ Մահվանից առաջ մայրը փառք է տալիս Աստծուն, որ Տերը որդուն արժանացրեց լուսե պսակի։ Տեր Մաղաքյան 4-րդ դարում քրիստոնյաների հանդեպ տեղի ունեցած չարչարանքների եւ մեր օրերի հետ ընդհանրություններ է տեսնում։ Երբ որ կարդում ենք սրբերի կյանքը, տեսնում ենք, որ իրենց է խոստանում էին շատ թանկարժեք եւ զարդեր, եւ պաշտոններ, եւ աթոռներ,
բայց քանի որ իրենց սերը անսահման էր, քանի որ իրենք ճաշակել էին Քրիստոսին, իրենք չտրվեցին այդ գայթակղությանը, բայց այսօր ցավոք սրտի մեր իրականության մեջ տեսնում ենք, որ մամոնան եւ նյութը մարդուն շեղում են իր հոգևոր առաքելությունից, շեղում են այն հավատքից, այն պատգամից, որ Աստված մեզ պատգամեց։ Այս սրբերը մեզ սովորեցնում են, մեզ դաս են տալիս, որ երբեք չշեղվենք Քրիստոսահիմն Աստվածադիր պատգամներից, խոսքից, կանոնից, որ Աստված մեզ փոխանցեց։ Աստված մեզ այնքան շատ է սիրում, որ հիմա էլ Աստված ուզում է, որ մենք ապաշխարենք։ Եվ ինչպես որ այն ժամանակ սրբերին ձերբակալում էին, տանջում էին, որպեսզի հավատք ուրանան։ Ցավոք սրտի մենք տեսնում ենք այժմ նաև, որ մեր եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները այժմ ցավոք սրտի մեզ հետ չեն։ Մենք այժմ աղոթում ենք, տխուր ենք մի փոքր, բայց ոչ անհույս, քանզի քրիստոնյան չունի իրավունք երբեք հուսահատության մեջ ապրելու, որովհետև մեր հույսը առ Աստված ամուր է։ Տեր Աստված մեր, դուրս քո խաղաղություն դամենան աշխարհի։ Քրիստոսին հետևելու ճանապարհը միայն խաչի ճանապարհն է, որ նեղ է ու քարքարոտ, բայց դեպի փրկություն է տանում։ Հավատացյալներին ուղղված իր խոսքում ասաց Տեր Հայրը, հորդորելով ներկաներին չհուսահատվել, հավատալ, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր եկեղեցին կհաղթահարի բոլոր դժվարություններն ու կհաղթանակի։ Մենք իրականում ավելի լավը չենք, քան այն սուրբերը, այն քրիստոնյաները, ովքեր ապրել են եւ առաջի դարում, նեղություններ են կրել Քրիստոսի եւ հավատքի համար, խորհրդային տարիներին ապրած մեր ոչ հոգևորականներից, ոչ հավատացյալներից ավելի լավը չենք, որպեսզի մեզ համար ավելի հանգիստ պայմաններ մշտապես լինի եւ այն ինչ կրել են մեզնից առաջ ապրած նախորդները, քրիստոնյա ժողովուրդը ընդհանրապես, այսօր մենք արժանացել ենք այդ նույն ճանապարհով գնալու։ Հենց իրենց ապրած ճանապարհն ու կյանքն է, որ մեզ համար մխիթարություն է։ Մեծագույն միջոցը հուսահատությունից փրկվելու, ընկճվածությունից փրկվելու համար հիշել է մեզնից առաջ ապրած քրիստոնյաներին եւ Տիրոջ խոսքը, Ավետարանի խոսքը, որ նախ ասում է ինչպես ինձ հետ վարվեցին, ձեզ հետ էլ են վարվելու։ Ծառան ավելի չէ, քան Տերը, ոչ էլ աշակերտը, քան ուսուցիչը, Քրիստոս ասաց եւ ասաց ձեզ նախապես ասում են, որ ձեզ իմ անվան համար ատելու են։ Ձեզ նույնիսկ սպանելու են իմ անվան համար, բայց ով մինչև վերջ համբերին կփրկվի։ Այսինքն 3 կարևոր բան կարող ենք առանձնացնել. հավատարմությունը, Աստծուն, հավատքին, եկեղեցուն, մեր նախնիների ավանդություններին, համբերությունը, որ շատ կարևոր է, եւ հաստատակամությունը, այսինքն որևէ կերպով չտրվելը որևէ կասկածի։ Ժամերգության ավարտին հնչեց հայրապետական մաղթերգը, ներկաների աղոթքները հայ առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության եւ հայոց հայրապետի կենաց արևշատության համար էին։ Թեմի հոգևոր դասը միասնական հաջորդ ժամերգությունը կանցկացնի հունվարի 29-ին ժամը 19:00-ին Սաղմոսավանք վանական համալիրում։ Հունվարի 26-ին ժամը 12:30-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի եւ թեմի դիվանապետ Տեր Գարեգին Քահանա Արսենյանին առնչվող քրեական վարույթի առաջին դատական նիստը։ Տեր Մաղաքյան ներկաներին հայտնեց, որ նիստը դռնբաց է եւ ցանկացողները կարող են իրենց ներկայությամբ աջակցություն հայտնել թեմակալ առաջնորդին ու դիվանապետին։ Անուշ Առաքելյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում հունվարի 22-ին կայացավ սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստը։ Հանրային մեղադրողները շարունակեցին ներկայացնել ապացույցների ցանկը, ըստ որի մեղադրյալները տարբեր ժամանակահատվածներում եղել են փոխադարձ եւ համակարգված կապի մեջ, ունեցել զանազան զրույցներ։
Այս գործը ամբողջության մեջ երկու կարևոր բացական ունի։ Չունի փորձաքննություն, չկա գոյություն չունի ձեռագրաբանական որևէ քննություն, չլսված բանը սա գործ բերել դատարան առանց քննության, չլսված բանը համաշխարհային պատմության մեջ երևի, չգիտեմ, երկրորդ դեպքը կա թե ոչ։ Մարդիկ հայտարարություններ են անում, գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի ղեկավարը, անում են հայտարարություններ այս գործից բխած հատորի մասին էջերով մեղադրող կողմը ներկայացրեց, որոնք որևէ քննության ենթակա չեն։ Դուք ինչպես եք ուզում, որ հիմա ես, օրինակ, անկախ նրանից, թե ինչ են ձայնագրել կամ չձայնագրել եւ այլն, ասենք ես ընդունեմ, որ այդ գործը ամբողջությամբ ճիշտ է։ Հանրային մեղադրողներն անդրադարձան խուզարկությունների արդյունքում հայտնաբերված առարկաներին, փաստաթղթերին եւ դրանց զննության վերաբերյալ կազմված արձանագրություններին։ Ըստ պաշտպանական կողմի չկա որևէ իրեղեն ապացույց, որը կհաստատեր, որ մեղադրողների թվարկած նյութերը օգտագործվելու էին ահաբեկչության կամ որևէ ապօրինի գործողություն իրականացնելու համար։ Մենք ոչ մի բան չենք արել, բայց ահաբեկիչ ենք, բայց իրական ահաբեկիչները դրսում են։ Ովքեր որ իմ երկիրը մաս կտոր հանձնեցին եւ հանձնելով գնում են։ Ես ոչ մի բան չեմ արել, ինձ ասում են ահաբեկիչ եւ մեր ընկերներին։ Հիմա մի հատ հարց, եթե ես սուտ խոսամ դատարանում, ինձ դրա համար պատիժ հասնում է, թե չէ։ Հասնում է։ Այո։ Բա մեր հանրային մեղադրողները ինձ առաջ օրը մեղադրում են, որ ես ունեմ զրատեխնիկա, պայսներ, ես ինչ ամեն ինչ ունեի։ Հիմա այդ մարդիկ, որ սուտ առաջ օրը դատարանում իմ դեմ ցուցմունք են տվել, իմ դեմ մեղք են մեղադրել են ինձ, դրա համար այդ մարդիկ չեն պատժվելու։ Արա Ռոստոմյանը եւ մյուս մեղադրյալները ընդգծեցին, որ դատախազները, խախտելով անմեղության կանխավարկածը, իրենց ահաբեկիչ են անվանում, չունենալով որևէ փաստ, որը փորձաքննությամբ կհաստատեր մեղադրանքը։ Այսինքն ներքին համոզմամբ մեզ ասում են ահաբեկիչ, առանց փաստական չկա գրած, դրանց ներքին համոզմամբ։ Եվ մի բան է կհուշեմ իրավապահ մարմիններին, նախաքննական մարմնին, որ երբ որ մտել են տները խուզարկել են, վստահ եմ, որ գյուղական բնակավայրեր են գնաց, այնտեղ են խուզարկել, գոմերել են խուզարկել, գոնե երկու տուկ այդ խոտերից վերցնեին, բերեն այստեղ իրեղեն ապացույց ասեն, այս են խոտերն են, որտեղ որ լցեինք այդ բան թունելներու վառեին, գոնե դենանք այդ իրեղեն ապացույցը։ Նիստի ընթացքում մեղադրյալներն ու պաշտպաններն իրենց դիրքորոշումը հայտնեցին ներկայացված ապացույցների վերաբերյալ։ Այս խմբի կազմում բոլոր մեղադրյալների նկատմամբ։ Այս փուլում էլի մենք հերթական անգամ տեսնում ենք, որ այս ապօրինի մեղադրանքի համար չեն կարող մարդիկ պատասխան տան, որտեղ շատ բարձ հարց ենք տալիս։ Ասում ենք եկել է դատավարության այն փուլը, որտեղ պետք է ասեք, որ ապացույցներն եք բերելով, որ այս մարդկանց մեղադրում եք ահաբեկչության ու այլ հանցանքների մեջ։ Չենք ասում բովանդակություն ասեք, չենք ասում այս բային ապացույցեք, ուղղակի տեղը ասեք։ Այդ որտեղ է այդ ապացույցը, որով էս ինչ կամ այն ինչ հանգամանքը հաստատվում է։ Եվ արձագանքներից է տեսնում եք, որ ամեն կերպ խուսափում են այդ դետալացումը տան, որովհետև դա տալու պարագայում ակնհայտ է դառնալու, որ փուչի կա ամեն ինչը։ Սրբազան պայքարի գործով դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 29-ին ժամը 15:30-ին։ Հիշեցնենք, այս գործով մեղադրյալները 18-ն են, նրանց մեղադրում են Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչություն եւ իշխանությունը զավթելու գործողություններ պլանավորելու մեջ։ Լուսինե Բալյան, Գևորգ Կավակյան, Եկեղեցական կյանք։ Մեր եկեղեցում շաբաթապահքերը սովորաբար 5 օր են տևում, երկուշաբթիից ուրբաթ։ Դրանք հիմնականում նախորդում են տաղավարտոներին, առնչվում են մեծանուն սրբերի հետ, ինչպիսին է օրինակ առաջավորած պահքը։ Այս տարի առաջավորած մեկ շաբաթյա պահքը կսկսվի հունվարի 26-ին, որի ավարտին շաբաթ օրը հունվարի 31-ին կնշենք Սուրբ Սարգիս Զորավարի, նրա որդի Մարտիրոսի եւ 14 զինվորների տոնը։ Առաջավորած պահքը հաստատել է Գրիգոր Լուսավորիչը։ Խորվիրապից ելնելուց հետո նրա հորդորով Տրթատարքան եւ ողջ ժողովուրդը 5 օր ապաշխարել են պահեցողությամբ։ Առաջավորածը մեր եկեղեցու առաջին պահքն է։ Պահքի վերջին 5-րդ օրը Սուրբ Հովնան Մարգարեի հիշատակության օրն է։
Նրա քարոզությունը, Նինվեի ապաշխարությունը օրինակ են հավատացյալի համար։ Պահքի կանոններից է հրաժարումը ոչ միայն կենդանական ծագման սննդից, այլև մեղք ծնող սովորություններից, քանի որ կերակրից հրաժարվելը առանց մեղքը մերժելու անօգուտ է։ Պահքը հավատացյալի համար զղջումի, ինքնաքննության եւ ապաշխարության առիթ է։ Հայոց եկեղեցում գոյություն ունի 3 տեսակի պահք՝ օրապահք, շաբաթապահք եւ մեծ պահք։ Համաձայն հայ առաքելական եկեղեցու օրացույցի տարվա գրեթե կեսը շուրջ 160 օր պահոց օրեր են։ Հայ առաքելական եկեղեցու շաբաթապահքերը կանոնակարգել են Ներսես մեծը։ Ծննդյան եւ պայծառակերպության 40-օրյա պահքերը բաժանվել են մասերի եւ բաշխվել ամբողջ տարվա մեջ։ Քրիստոնյան ազատ է որոշելու, թե ինչ չափով կարող է մասնակցել եկեղեցու առաջարկած պահեցողությանը։ Պահքի կարևոր դրսևորումներից է ողորմած գործեր կատարելը։ Պահքի օրերին ինչն արգելում ես որովայնիդ, այն աղքատներին բաժանիր, նշվում է հոգևոր խրատներում։ Եբրայերեն պահքը կոչվում է ծում, որը հիմնականում նշանակում է վշտի ժամանակ սեփական անձը հեռու պահել սնունդից եւ ըմպելիքներից։ Հատկանշական է, որ այս բառը նաեւ գործածվում է հայերենում ծոմ տարբերակով, որը ավելի խիստ պահեցողության իմաստ ունի։ Պահք բառը համաձայն ամենից տարածված տեսակետի նշանակում է անձը ետ պահել կյանքի պարարտություններից եւ աշխարհիկ մեղսալից ու ճոխ երևույթներից։ Առաջավորած պահքի առիթով Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել, հրավիրելով հունվարի 25-ի երեկոյան ժամը 19-ին աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում մասնակցելու հատուկ կարգի, որը կոչվում է կանոն գիշերային ժամու աղոթից, ի բժշկություն հայոց ազգի մարմնի, մտքի եւ հոգու։ Սուսաննա Պետրոսյան, եկեղեցական կյանք։